Չէ, գեղեցկությունը այստեղ այդքան կարևոր չէ, այստեղ խորագիտությունն է կնոջ կարևոր։ Ամեն գեղեցիկ բան չի, որ պիտի ցուցադրես արգելիս։ Այո, սա տղամարդկանց աշխարհն է։ Մենք կոկորտիդ կանգնեց։ Ո՞նց բայց արդեն կուզում։ Ամուսնացած կնոջը հարիր չի այդպիսի ֆոտոներ ունենա։ Իսկ այն աղջիկը ով մտնում է վերջում, որ բոլորի ուշադրությունը գրավի, ինքը ուշադրության կարիք ունի ուղղակի այդքան բան։ Մեղք է։ Գեղեցկություն, փող եւ էներգետիկա։ Դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին։ Այսօր առաջինը մեզ է միացել դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, ողջույն, բարի գալուստ լույսովարիր տաղավար։ Բարև ձեզ։ Մենք կարող ենք այս պահին սկսել եւ խոսել մեր այսօրվա թեմայից հիմնականն եւ կարող ենք սկսել անավարտ մտքերից, որն ես ընտրում։ Եվ կարող ենք նաեւ գինի խմել։ Որն ես ընտրում։ Ունենք 5 անավարտ միտք, որ դու պետք է շարունակես, բայց շատ արագ այ մտքիդ եկած առաջին միտքը պետք է ասես։ Ոյ։ Որից սկսենք, թեմայից սկսենք խոսել։ Թեմայից։ Կան կանայք, ովքեր ամբողջ օրը այդպես գեղեցկության սրահներից դուրս չեն գալիս, տարբեր պրոցեդուրաներ են անում եւ այլն, ու արի ու տես այդ տղամարդը ամուսինը պահում է սիրուն։ Բայց գեղեցկուհի է նայում ես։ Կան կանայք տեսնում ես այ մարդ գեր։ Առանձնապես ոչ մի խնամք չունի բան։ Ամուսինը խելագարվում է այդ կնոջ համար։ Վերցնեք նրանցնային հարաբերությունը։ Տես, այստեղ ոչ գումարը, ոչ գեղեցկությունը դեր չի խաղում։ Ու շրջապատը ասում է ո՞նց է այդ Վարդուշին օրինակ ամուսինը տենց խելագարվում, հա, օրինակ ինչա գտել իր մեջ։ Տղամարդիկ գտնում են ընկեր։ Ամբողջ խնդիրը դրանում է։ Այն գեղեցիկին ընկեր չի լինում։ Գուցեև չլինի, ընկերն է կարևորը։ Ում հետ կարող ես կիսվել, ում հետ մտքեր ունենաս, դժվարություններ ունենաս, մտածես, այ երբեմ հասնելու տուն մի հատ պատմեմ, էլի կիսվեմ կնոջս հետ, որտեվ ինքն է քո ամենահավատարիմ ընկերը, առաջին ընկերը։ Իսկ կան կանայք, ովքեր ընկեր չեն, դրա համար երևի Այստեղ գեղեցկությունը կապ չունի եւ յետին պլանը կապ տես մոռանում։ Չէ, գեղեցկությունը այստեղ այդքան կարևոր չէ, այստեղ խորագիտությունն է կնոջ կարևոր։ Բայց չէ որ մարդիկ երիտասարդ են, ընտանիք են կազմում եւ ժամանակ է պետք, որպեսզի ամեկը հայտնաբերի իր մեջ այդ խորագիտությունը։ Դա տարիների փորձն է տալիս կնոջը։ Կան կանայք, ովքեր ծնված օրվանից շատ խորագետ են, շատ հասկացող են ամեն ինչում, շատ շուտ ընկալող են։ Դա էլ մարդու տեսակ է։ Կա 20 տարեկան աղջիկ շատ լուր, շատ համեստ, շատ խորիմաստ, ամեն կյանքի փորձը։ Այնտեղ եմ ասում, կա որ ինքը կյանքի փորձ չունի, բայց ինքը շատ խորագետ է, ինքը այդպես ծնվել է։ Դու քեզ որ խմբին ես դասում։ Այդ ամուսինս կասի, չգիտեմ։ Այ դու կյանքի ընկեր ես ամուսնու հետ, հա, ընկերներ եք, կիսվում եք, ինչպես դու ընկեր ենք, այո, ամեն հարցում։ Որտեվ շատ հաճախ հյուրեր ասում մի բան, բայց կյանքում լրիվ այլ բան է։ Չէ, ես ընկեր եմ, ես միշտ ասում եմ, այս աշխարհը ժողովուրդ պատկանում է տղամարդկանց։ Ինչու՞։ Այո, սա տղամարդկանց աշխարհն է։ Մենք կոկորտիդ կանգնեց։ Ո՞նց բայց արդեն կուզում։ Մենք ընկեր ենք մեր ամուսիններին, մենք սարատնիկ ենք։ Մենք ամեն ինչում թևու թիկունք ենք, բայց մենք տան ղեկավարը չենք, ղեկավարը տղամարդն է, տղամարդուց առաջ չպիտի ընկնես երբեք։ Տեսեք, սենց խոսք կա, ռուսերենով այնքան սիրուն է հնչում, я замужем, я за мужем, а не перед мужем։ Չի կարելի տղամարդուց առաջ ընկնել եւ տղամարդու գլխից թռնել երբեք։ Ինքը քո տղամարդն է, ինքը քո տան գլուխն է, ինքը որոշողն է։ Մեղադրեն հետադիմական հայացքների մեջ, որ ժամանակները փոխվել են, այսօր հավասարություն է, ինչ կարևորով է ղեկավարում։ Այո, կանայք նույնպես կարող են, տեսեք, դու կարող ես լինել ամենահավատարիմ ընկերը, դու կարող ես լինել քո ամուսնու խորհրդատուն, դու իհարկե, այնպես չի որ կինը ձայն չունի տան մեջ, ասում են կատարում։ Բայց լսում եք տղամարդուն, վերջին խոսքը տղամարդուն։ Այո, մի րոպե, գործողություն, մի րոպե։ Ասենք ես ունեմ միտք, դու ունես միտք, հա? Մենք հասակակիցներ ենք։ Ինչ որ միտք խաղացավ, մեր բավական արդեն կյանք տեսած գլխի մեջ, եւ մենք ուզում ենք իրականացնենք։ Բայց արի ու տես, որ մենք գնանք իրականացնենք, ասենք դիմացը տղամարդ է։ Մեզ այլ կերպ է ընկալելու։ Մենք այդ միտքը թելադրում ենք մեր ամուսնուն եւ ամուսինն է գնում իրականացնելու։ գուցեև։
Նայած ինչ պահն էլ պիտի հասկանաս, որ պահին ոնց պիտի անես։ Քեզ ուրիշ կերպ են ընկալելու ամուսնուն ուրիշ։ Գուցե Նույն միտքը, հա, ես ասում եմ, ես ունեմ գինի, հա, վանարդի գինի։ Այս վանարդին ուզում եմ տամ այս խանութին, այս խանութի տերը, հա, տղամարդ է, սեփականատերը եւ չգիտեմ, հիմնադիր մի խոսք։ Ինձ այլ կերպ է լավ գինին, լավ գինին, այլ կերպ է ընդունելու։ Այլ տղամարդու առաջարկը այլ կերպ։ Ոչ, այդպես չի, այլ կերպ չի։ Ես ուրիշ մտածելակերպի տեր մարդ եմ։ Երբ ինձ առաջարկ է լինում որևէ բան գովազդելու, գովազդատուն միշտ մոտենում է իմ ամուսնուն, ոչ թե ինձ։ Իրանք գրում են Կարենին, մոտենում են Կարենին։ Դու ամուսնացած չես, ընդունենք դու ամուսնացած չես։ Դա նորմալ է, երբ որ քեզ են դիմում եւ դու հարցեր ես լուծում շատ։ Հա, այստեղ Եթե Կարենը պրոդյուսեր է, կարող է, բայց եթե պրոդյուսեր Ոչ, պրոդյուսեր չէ, ամուսինն է, ինքն է որոշում։ Մեր ընտանիքում համենայն դեպս այդպես է եւ ես կարծում եմ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ես չեմ ասում, որ դա ճիշտ է կամ սխալ է։ Այդ իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ես այդպիսի մարդ եմ։ Ես նախընտրում եմ միշտ ենթարկվել ամուսնուն։ Ալին ներողություն, որ իհարկե կարող ես պատասխանել, կարող ես ոչ, բայց դու նաև ունեցել ես պրոտոտիպ, այսինքն ունեցել ես նախատիպ, որ այլ նույնն է եղել, թե չէ։ Այսինքն տղամարդիկ բոլորն են նույնը, թույլ են տալիս, թե տարբեր են լինում տղամարդիկ։ Մեկը թույլ է տալիս, մեկը ուզում է, որ կինը լինի տան, պարզապես Մյուսը ինքն է ուզում ենթարկվել կնոջը։ Ես այդպիսի տղամարդկանց չեմ հարգել, երբ կողքից նայում են։ Պատմում են, հա, երբ պատմում են, ոնց բացատրեմ ձեզ, ես այսօր նայում եմ նկարներ, կանանց նկարներ եմ նայում, Instagram-ում շատ բաց են, ամուսնացած կնոջը հարիր չի այդպիսի ֆոտոներ ունենալ։ Գուցե ես հետամնաց եմ։ Այդ առումով ինչու ոչ կարելի է ցուցադրել։ Ամեն գեղեցիկ բան չի, որ պիտի ցուցադրես արգելիս։ Դա քո ընտանիքից է գալիս, քո ծնողներից է եկել այդ ամենից։ Որտեղից է արմատներով շատ։ Հիմա կհետաքրի հերոստատիտողին, կարծեմ քեզ տարբեր տեսանկյուններից տեսել, դեմ բայց չի լսել։ Արմատներով ես ասել եմ, բազմիցս ասել եմ, այո։ Հորական կողմս մշեցի, մորական կողմս ասունցի։ Այո։ Այո։ Մորական կողմս սասունից է եղել եւ եղել են քահանաներ, Տեր Կարապետյանները եւ ես մի օր մի հետաքրքիր պատմություն պատմեցի հենց Թուրքի կոտորածի ժամանակվա դեպք ա եղել։ Կապել են բոլորին, մտցրել են եկեղեցի դուռը փակել են մատուրի։ Հարույկ են վառել եւ սուրբ գրքերը վառել են։ Այդտեղ Նարեկացի գիրք ա եղել շատ յուրօրինակ, այդ գիրքն էլ են գցել կրակի մեջ, այդ գիրքը կրակի մեջից թռել է եկեղեցու կտուրը։ Ու թուրքերը Ալլահ գոռալով փախել են։ Այդ գիրքը կա հիմա։ Մեր մամայիս կողմին է պատկանում։ Դե իմ պապիկն է ասում է ոցերի մեջ գրքի եղինակ, երևի լսած կլինի։ Մի խոսքով, փաստորեն, այո, երևի գենետիկ այսպես կոդ է եւ կանչ է։ Գենետիկ կոդը շատ ուժեղ է մարդկանց, այո։ Ի վերջո, փաստորեն կարելի է այստեղ նաեւ վերագրել գենետիկ կոդ, հա, գեղեցկություն, գենետիկ կոդ։ Գենետիկ կոդը այնքան կարևոր է, տեսեք, ես կարծում եմ, որ մենք պիտի ամբողջ ցիվիլ աշխարհին դաստիարակենք ինչ բան է մարդ լինելը։ Բարկա, չգիտեմ այդ բառը ոնց ջիգար ունենալ։ Դե ջիգարի համազորը չկա, դա խիղճը չի։ Այո, դե բացատրի օտար ազգին բացատրի ինչ բան է ջիգարը։ Արի ու Եվրոպացում բացատրի ինչ բան։ Ինչ բան է հյուրընկալ լինելը։ Այդ մենակ հայերի մեջ եմ ես դա նկատել։ Այնքան սիրուն է մեր մոտ այդ հյուրասիրությունը, մարդ տեսակը։ Ի վերջո մենք ցիվիլիզացիայի սկիզբն ենք, մենք պիտի դաստիարակենք, մենք պիտի փոխենք։ Ոչ, արիական ռասայի մասին եմ խոսում, իրական հայերի մասին եմ խոսում։ Մենք պիտի աշխարհին ցույց տանք, թե մենք ով ենք, մենք պիտի դաստիարակենք աշխարհին, իրանք պիտի մեզ նայելով ասեն, հələ տեսեք ինչ ժողովուրդ է։ Կհաճուի։ Հələ ժողովուրդ նայեք, էս ինչ ժողովուրդ է այս հայը, էս ինչ լավն են, էս ինչ ձև են ընտանիքում մեկը մյուսին վերաբերվում, ընկերներով։ Լավատեսությունը։ Թեմայից մենք դեռ կխոսենք, բայց անավարտ մտքեր այնուամենայնիվ կան եւ պետք է խնդրեմ քեզ հիմա շատ արագ փորձես միտքումդ եկած առաջին միտքը շարունակես։
Ես շատ արագ չեմ կարող մտածել։ Դե փորձենք այնուամենայնիվ, եթե մեկ գիշերով կարողանայի վերափոխվել մեկ ուրիշի, դա կլիներ։ Փառանձեմ թագուհին։ Լավ։ Ես դեռ չեմ սովորել ինչպես Ես 4 տարիս լռել։ փոփարագայում լռել։ ինչպես լռել, չգիտեմ, գուցե Գուցե լռել։ Գուցե շատ շտապողական բնավորություն ունեմ։ Ես համոզված եմ, որ ինձ չեն հավատա, եթե ասեմ, որ ես Կլեոպատրոն եմ։ Որ ես կլիոպատրոն։ Հակոմոտ ամեն ինչ պատմության հետ է։ Պատմության Սիրում հետ։ ես պատմություն։ Շատ։ Եթե հաղորդման ժամանակ այսօր անջատվեն լույսերը, ես առաջինը ինչ կանեմ։ Կվառեմ հեռախոսից լույսը։ Լույսը կվառեմ, Լույսը կվառեմ։ Եվ վերջին անավարտ միտքը ամենաանհարմար պահը, երբ հնչեց հեռախոսս, դա երբ Հաղորդման ժամանակ շատ կարևոր։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Վատ մտքեր են գալիս սխալ, բայց անկի։ Ես շատ Ձեր դանդաղ քեզ եմ համար մտածում, էքսկլյուզիվ։ շատ։ Ես չեմ սիրում արագ մտածել, իմ մոտ մի քիչ ուրիշ ձև է։ Դասավորված, շատ Իսկ դա դանդաղ։ քեզ չի խանգարում կյանքում։ Ոչ։ Դա լինում է չէ, բարի, երբ պետք է շատ արագ որոշում ընդունես։ Բայց արագ որոշումը հաճախ ճիշտ է լինում։ Ոչ, արագ որոշումները հաճախ ճիշտ չի լինում, պետք է մտածելով անես։ Այսինքն դու այն մարդկանցից ես, ով 100 անգամ չափում է, մեկ անգամ կտրում։ Ես շատ, տեսեք, ուրեմն ես 4 ամսականում ատամ եմ հանել, 2 հատ վերևից։ 7 ամսականում վազել եմ։ Մի տարեկանում ասել եմ գոհելնու գառը։ Իմ ծննդյան Բայց օրը ամեն ինչ հենց։ արագ է եղել, ինձ հասկացա։ Շատ արագ եմ եղել, արագաշարժ, բայց հիմա ինչքան տարիքս մեծանում է, սկսում եմ մտածել ավելի դանդաղ, որպեսզի սխալ չանեմ։ Հանկարծ չսխալվեմ որևէ հարցում։ Իսկ սխալվել ես, որ ճակատագրական է դարձել եւ դա էլ դաս է եղել քեզ համար։ Ոչ։ Այլա մեր զրույցներից մեկի ընթացքում դու ինձ ասեցիր, պարզապես էս անձնական զրույց է, որ կարողանում ես նայել մարդու աչքերի մեջ եւ զգալ նրա բիոէներգետիկ դաշտը։ Այո։ Դա այդպես է, թե դա պարզապես ինքդ քեզ դու Ներշնչել ներշնչել ես։ Չէ, դա կողքի մարդիկ են ասում միշտ։ Ասում են Ալինան մարդկանց շատ Քեզ խաբել հնարավոր չի։ Հնարավոր է, իհարկե հնարավոր է։ Այն դեպքում է հնարավոր, երբ որ իմ մոտ անջատվում է այդ բանը, որ ես պիտի ուսումնասիրեմ քեզ, երբ որ ես առաջին անգամ քեզ տեսնեմ եւ սիրեմ հոգիդ, ասեմ, վայ, ինչ լավն է, իմ մոտ անջատվում է դա քո ճանաչելիության հետ։ Սմիկալկեն անջատվում է այդ պահին, էլ չեմ կարողանում հասկանալ դու ով ես։ Երբ չէ, ես դրա համար եմ միշտ մարդու աչքերի մեջ նայում։ Կանայք ովքեր դնում են դիրք։ Այսինքն միջոցառումների ժամանակ կան չէ կանայք, որ վերջում են գալիս, որպեսզի բոլորը իրենց վրա ուշադրություն դարձնեն, սևեռեն այդ ուշադրությունը։ Եվ ինչ որ մի կին նստած է, բավական է այսպես ամփույթ սանրվածքով, ոչ թե անխնամ, այլ բնական։ Եվ կարծես թե բոլորի ուշադրությունը հենց այդ գեղեցիկ աղջիկն է, ու կին ասելով այ ինչն է այստեղ դեր խաղում։ Այդ նստած աղջիկը, որ սկզբից եկել է այդպես առանց ֆիլտրի։ այո, թե այդ շռնդալից մուտք գործող Տիկինը։ Ինձ համար կոնկրետ ավելի կայացած կինը այն կինը, ով ուղղակի նստած է, ու ինքը չի մտածում իր մազերը ծուռ է, հավաքած է, ուղիղ է, ինքը կայացած կին է։ Իսկ այն աղջիկը, ով մտնում է վերջում, որ բոլորի ուշադրությունը գրավի, ինքը ուշադրության կարիք ունի ուղղակի այդքան բան։ Մեղքա։ Լինելով դերասանուհի վստահ եմ, որ ցանկացած տեղ ուշադրության կենտրոնում եք ակամայից հայտնվում, ճանաչում են ի վերջո, եւ դա կյանքում չի խանգարել քեզ երբևէ։ Լինել ուշադրության կենտրոնում։ Լինում է պահեր, որ խանգարում ունենալ է։ գեղեցիկ արտաքին։ Դե գեղեցիկ արտաքինը դա համ գենն է, համ աստծուց է։ Մարդը հիմա մեղավոր չի, շատ աղջիկներ կան, հիմա նայում եմ, դա ձև մարմին ունի։ Ինքը մեղավոր չի, որ ինքը այդպես է ծնվել։ Հիմա իր գեներով այդպես է։ Շատ անգամ միշտ մարդիկ քննադատում են, չէ՞, ասում են հələ նրան նայ, վիճակը նայ, ինքը մեղք չունի, որ ինքը այդպես է Բայց նա ծնվել։ ունի այդ գեղեցկությունը, բնածին գլխացավանք է դառնում շատ հաճախ։ Լինում է, նախանձ են շատ լինում Շարժում։ դիմացինը, նախանձի տեղիք ես ոնց որ տալիս, որ քեզ նախանձեն, քեզ Նախանձ է շարժում։ փնովեն, քեզ ինչ որ լեգենդներ են հորինում, մեկ լսում ես, ասում ես, «Ո, լուրջ ես ասում, մի քիչ կպատմես իմ մասին»։ Չգիտեի։ Իսկ այդ ուշադրությունը, այդ շապից ավել ուշադրությունը շրջապատի, երբ այ գեղեցկուհի մուտք գործեց, ներս մտավ, հա, բոլոր ակամայից այսպես ուզում հայացքները սևեռում են դեպի
քեզ Հա, մեկ ինքը խանգարում է, երբ ուղղակի ռեստորանում չես կարողանում հաց ուտել։ Նայում են, ոնց ես ուտում, ոնց ես բաժակը բռնում, գինու բաժակը ընդունենք, չնայած մենք չենք խմում, բայց ոնց է բաժակը բռնում, ոնց է ջուր խմում, սոկ խմում, հացը ոնց կերավ, սալատը ոնց կերավ, շատ բան է, մեկ խանգարում է, հա։ Մեկ էլ չէ։ Հաճախ քո էներգետիկ դաշտը ձուլվում է եւ միաձուլ է կանանց հետ թե տղամարդկանց։ Ով է ավելի շուտ ներթափանցում եւ ընկալում եւ ընդունում։ Ովքեր են քեզ սիրում, այսպես կարճ ասած, տղամարդիկ թե կանայք։ Թե երեխաները միգուցե կարող են կենթանիները։ Չես զգացել, օրինակ մարդիկ կան ասում են ինձ երեխաներն ու կենթանիները շատ են սիրում, նրանք զգում են ինձ։ Երեխաները սիրում են, մի դեպք պատմեմ, ծանոթ աղջիկ կար, իրանք պիտի տեղափոխվեին Իսպանիա, ասեց երեխաս քեզ շատ է սիրում քարեդարդից, ինքը պիտի քեզ տեսնի, ինքը լացում է, լացա լինում ու տաքության մեջ էր։ Բերեց մեր տուն 5 տարեկան էր երեխան, ես գրկեցի երեխային, սիրեցի, ինքը գրկիս մեջ քնեց ու տաքությունը իջավ։ Ես, հա, լուրջ։ Տաքությունը իջավ երեխայի ու քնել էր գրկիս մեջ։ Իսկ եղել է տարբերակներ, ովքեր չեն սիրում, ասում են չեմ ճանաչում, այս ներվերի սազդում է։ Հա, ինձ կամ սիրում են, կամ չեն սիրում, կամ ինձ ատում են, կամ ընդհանրապես շատ սիրում են, չկա, ոսկե միջին այս դեպքում չկա, ոչ։ Եկեք հրավիրենք նաև մեր հաջորդ զրուցակցին եւ շարունակենք։ Մեր զրույցին միացել է յոգայի եւ ռեկիի մասնագետ Սուվար Սուվարյանը։ Ողջույն, բարի գալուստ լույսավառ Մենք հանդիպել էինք տարիներ առաջ մեկ այլ ֆորմատով, բայց այսօր մենք հանդիպում ենք լույսավառ երթաղավարում ուրախ ենք։ Ուրախ ենք, նաև մեդիտացիայի։ Այո, մեդիտացիա։ Դուք հոգու հետ աշխատում եք մարդու։ Այո։ Բուն, հա։ Սերտ կապի մեջ։ Հոգին եւ մարդու էներգետիկան, բիոդաշտը, այդ վիբրացիաներ ասվածը եւ այլն եւ այլն։ Կարելի է ձևավորել շտկել, թե մարդը այդպեսին ծնվում է։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Իրականում ամեն մարդ ծնվում է, բերում է իր կարման, նույնիսկ վայրը, հա, ծնողները, ինչ ծնողների մոտ կծնվի, ինչ երկրում կծնվի, ինչ օր կծնվի, այնպես որ մոլորակների ազդեցությունը այստեղ, հա, մարդու այդ ծնունդի վրա։ Այնպես որ ամեն մարդ մի օր է ծնվում եւ այդ օրը ինքը ստանալու է որոշակի էներգետիկա, որոշակի դաշտի մեջ է լինելու, որոշակի առավելություններով եւ թերություններով է պայմանավորված։ Իսկ շտկել ոչինչ հնարավոր չի։ Մայր գործարն ինչպես արտադրած է ծնում։ Արտադրվել է, այո, բայց նաեւ հետագայում աշխատանք կատարելու տեղ կա։ Նաստրոյկայի։ Այո, նաստրոյկաները կարելի է ուղղել։ Կարելի է։ Խարիզման կապ ունի այդ ամենի հետ, թե խարիզման լրիվ ուրիշ դաշտից է։ Այդ էներգետիկ դաշտի հետ, թե բաղկացուցիչ մասն է։ Կապ ունի, իհարկե։ Մենք այսօր խոսում ենք գեղեցկությունից, խարիզմայից եւ երկե գումարներից, բնականաբար։ Ձեզ համար այդ երեքը, հա, առավել ամենակարևոր առաջին պլանը ո՞րն է։ Նաեւ, այո։ Առաջին պլանը ո՞րն է ձեզ համար։ Առաջին պլանը էներգետիկ դաշտն է, բնականաբար կապ ունի ինձ համար եւ էներգետիկ դաշտը դա նաեւ վառելիք է մեզ համար, հա, որպես այդպեսին ինչքանով մենք կառուցողական կօգտագործենք այս ֆիզիկական մարմինը, ինչքանով մենք մեր մտքերը եւ զգացմունքները կառուցողական կօգտագործենք, մեր կյանքը ինչքանով կառուցողական կդառնա։ Եվ դա կազդի նաեւ խարիզմայի վրա բնականաբար, եւ դա կազդի նաեւ գումարի, չէ, ասեցիք։ Կարող ենք ինքներս մեզ վնասել այդ ամեն այդ ձեր ասած այդ կարգավորումները, երբ սկսենք բզբզել եւ ինչ որ բան ինքնավնասենք։ Միանշանակ։ Այսինքն մարդու էներգետիկ դաշտի հետ աշխատանքը պետք է շատ գիտակից լինի։ Սուվա ջան, այստեղ մարդկանց մոտ հարց կառաջանա, որ որևիցե ներողություն, ես պետք է կենցաղային այսպես բառապաշար օգտագործեմ, տգեղ բոմժ, հա, կարող է գերել ինչ որ մի հասարակական առյուծ կնոջ սիրտը, հա, իր բիոդաշտով, տգեղ եւ ոչինչ չունեցող մի բոմժ, հա, կարող է այնպիսի էներգետիկա ունենա, որ տվյալ ինչ որ կինը։ Դե նա ունի էներգետիկա, նա չունի փող, նա ձեր նշած։ Այդ տգեղ բոմժը կարող է իրեն լուրջ եք ասում։ Միանշանակ, իհարկե։ Ինչ որ մի բան պետք է լինի, չէ՞ նրա մեջ։ Ես մի հարց ունեմ, էլի մեր հյուրին։ Դուք քրիստոնեությանը դեմ եք ընդհանուր առմամբ յոգան
Ինչ կապ ունի քրիստոնեության հետ։ Յոգան կապ չունի քրիստոնեության հետ, որովհետև յոգան դա գիտություն է։ Իսկ Հիսուս Քրիստոսին ընդունում եք դուք, թե Որպես ուսուցիչ։ որպես Աստված, Աստծո որդի, Աստված ոնց եք ընդունում, ոնց եք ընկալում իրեն։ Հիսուսը ինձ համար մեծ ուսուցիչ է, որի յուրաքանչյուր խոսք իսկապես աստվածային է, հա, հոգևոր է, քարոզում է սեր, որի առաջ մենք չենք կարող չխոնարհվել, ցանկացած գիտակից մարդ, միանշանակ դա հասկանում է։ Իսկ ինչ վերաբերում է յոգային, յոգան դա գիտություն է։ Յոգան կապ չունի Քրիստոսի, քրիստոնեության եւ նմանատիպ ինչ որ բաների հետ հասկանում եք հավատի հետ։ Դա գիտություն է։ Ինչպես օգտագործել օրինակ ասենք ֆիզիկական վարժությունները, որպեսզի դա աշխատի քո առողջության վրա։ Ինչպես շնչառությունը օգտագործել։ Ես դա հասկանում եմ, որպեսզի դա աշխատի քո էմոցիաների, ֆիզիկական, այո, ֆիզիկական վարժությունների հետ համաձայն եմ, բայց հոգևորի հետ կներեք, հոգևոր աշխարհ մտնելու հետ, դա դուք հասկանում եք ինչքան լուրջ է հոգևոր աշխարհ մտնելը։ Շատ քրիստոնյաներ այսօր փոխվել են, շեղվել են, նայում եմ, ասում եմ, ասենք զանգում եմ, խոսում եմ, դերասանուհի, անկերուհի, գործընկերուհի, ասում եմ, ինչ ես անում։ Մեդիտացիա, մեդիտացիան ո՞րն է, աղջիկ ջան։ Ինչ անում չես հասկանում, շեղվում են, դա եմ։ Իսկ դուք արել եք մեդիտացիա։ Ոչ։ Բա, ինչի՞ Ես իմ հոր հետ եմ խոսում, ես իմ արարչի հետ եմ խոսում։ Հիմա տեսեք ոնց եմ Մարինայի հետ խոսում, չէ՞։ Դες դիմում եմ, հայր, ես ուզում եմ օգտակար Ալինան լինել ընկալում է քեզ։ ասում, որպես այսպես Իմ հայրն է, ներկա, որ նենց չի էլի, որ ես սենց ժամերով պետք է աղոտ, ոչ, ես կանչում եմ հորս, նա ինձ լսում է ամեն վարքյան, որովհետև նա իմ սրտի մեջ է ապրում։ Վերջ։ Լավ, մի հատ Բայց ես այսպեսի մի հատ ուրիշ բան եմ ուզում ասեմ, որովհետև որ ասում է զրույցը հետաքրքրանում է։ Հա, չնայած չգիտեմ դա մեր թեմայի հետ ինչքանով կապ ունի, բայց եթե յուրը հարց տվեց, ամեն դեպքում արժանի հարգել յուրի հարցադրումը։ Օրինակ ինչ որ մի բան ցիտելուց առաջ կամ օրինակ իրան բացատրելուց նախ դու պետքա դա փորձես, որ դու ամբողջությամբ հասկանաս դա ինչ է իրանից ներկայացնում։ Այդպես կներեք, օրինակ թմրամոլը կարող է ասել մի րոպե էս վերջացնեմ։ Այո։ Կամ մուխամորկեր կհասկանաս երրորդ աչքը ոնց է բացվում։ Առանց ծայրեղության բնականաբար, հա։ Ես էլ ուրիշ օրինակ աղեմ բերել ավելի անվտանգ օրինակ, հա։ Մանդարինի օրինակը։ Հիմա միջև մանդարինը դու չփորձես։ Դու կարող ես ասել նա ինչ համ ունի։ Դե բայց չեն ասում են մանդարինից վնաս չկա, միրգ է։ Իսկ այս ձեր պարագայում մի կեսն ասում է որ կա վնաս, մյուս կեսն ասում է չկա։ Որովհետև հոգևոր դաշտի հետ խաղալ չի կարելի, հարգելիները չի կարելի։ Չէ՞ որ մենք մոտավոր այդ ռեցեպտորները ունենք, հա, այսինքն կապ չունի։ Թեկուզ մենք տեսնում ենք այդպես ցիտրուսայինը, այդպեսի բան է առաջանում, չէ՞։ Հա, լիմոնից խոսում ես, միանգամից ռեցեպտորներ։ Այո, միանշանակ իհարկե։ Մկանը ունի հիշողություն նույնիսկ։ Դու կարող ես մտածել, որ դու մարզվում ես, ու քո մկաները կարան աշխատեն։ Ու մկանը կա չի, կդառնա այդպես պարապացված կդառնաս։ Այլ է։ Ես եթե այդ նման փորձեր կան, նման օրինակներ կան, այո։ Լավ, եկեք մի բան այսպես լիցքատափենք իրավիճակը։ Ապա շարունակենք մեր թեման, նայեք։ Այսպիսի հարցեր եք պատրաստել, երբերի մասին է խոսքը։ Երբ եք ստել հանուն փրկության։ Չէ, այդպեսի դեպք չի եղել, որպեսզի հանուն փրկության։ Ասենք հիվանդը մահամերձ եղել, ասել եք դուք հիվանդը չեք կբուժել։ Վերջին երևի 15-20 տարվա մեջ աշխատում եմ չստել։ Չի գրանցվել նման դեպք։ Ինչպես։ Չի գրանցվել նման դեպք, այո, միանշանակ։ Կարամ ասեմ, երբ կստեմ, հա, հանուն փրկության։ Որն է սուտը հանուն փրկության։ Եթե իմանամ կարամ կյանքեր փրկեմ, միանշանակ այդ պարագայում միանշանակ կստեմ։ Ես ստել եմ ընկերուհուս, երբ գնացել էր բժշկի, բժիշկը ասել էր, որ դուք չեք հղիանա երբեք, այդ աղջկան, ինքը ահավոր ծանր էր տանում այդ ամեն ինչը։ Ես նայեցի թղթեր, ասի մի հատ ուղարկի նայեմ, էլի հեռախոսով նայեցի, խաբեցի, սուտ եմ խոսել, ասի, չէ, սխալմունք կա, ինքը լավ բժիշկ չի, ես իրան ճանաչում եմ, լսել եմ, լավը չի, ինքը քեզ ստել է, ինքը չի հասկացել բժիշկը, չէ, սենց չի։ Օգնել է, ինքը 3 ամիս հետո հղիացել է։ Ոնց է ձեր համար։ Դա հրաշք է, այո։
Ինքան բան ենք ներշնչում չի ստացվում։ Լավ էլ ներշնչում ենք։ Լավ չեք ներշնչում։ Երբեք ցավոտ ընտրության առաջ կանգնել։ Մոտավորապես երևի 8 տարի առաջ, եթե չեմ սխալվում։ Յոգան է ինձ ընտրության առաջ դրել, հա։ Իսկ ով թույլ չէր տալիս։ Ինչն էր խոչընդոտը։ Խոչընդոտը ընտանեկան, այսպես ասած, ընտանեկան էր, հա։ Ոնց որ ես ընտրեցի յոգան եւ ամուսնալուծվեցի։ Ինչ եք ասում։ Այո։ Եվ հիմա որ իմ աշակերտներն ինձ ասում են, այս ինչ պատճառով չեմ կարողանում հասցնել եւ հաճախել, ասում եմ դուք տեսեք իմ ընտրությունը։ Ասում եք ամուսնալուծվել։ Ներողություն, բայց դուք ընտրեցիք երկրորդ անգամ կին, ով ձեր համախոհն։ Այո։ Այսինքն այնտեղ կար խնդիր։ Եթե ճիշտ եմ հիշում, ձեր աշակերտներից էր։ Եվ աշակերտը եւ ընկերը եւ համախոհը եւ իմ ուսուցիչը։ Եվ լեզու չգտաք վերջում։ Որովհետեւ մենք անընդհատ իրարից սովորում Այսպես ենք։ սեր ամեն դեպքում չի փրկում, այլ գաղափարը, քո ասած տարբերակը։ Ալինա ջան, ընտրության առաջ։ Չի եղել, Աստծո չանի լինի, անցանք։ Չի եղել։ Երբեք աչք փակել, որ չկորցնեք։ Կար մի լավ ընկեր ընտանիքի մեզ։ Ես չէի ուզում հավատալ, որ ինքը կեղծ է։ Աչք էի փակում այդ ամեն ինչի վրա, ես ինքս ինձ համոզում էի, չէ, իմ զգարյանները, իմ այդ ինտուիտ վիճակը ինձ խաբում է, չէ, ինքը լավն է։ Ինքը լավ մարդ է։ Ոչ, իրանք ընտանիք էին, ամուսիններ էին, չէի ուզում, անընդհատ ինքս ինձ համոզում էի, չէ, իրանք լավն են։ Ես սխալ եմ զգում։ Վերջը գնացին։ Իրենք Այո, ինչպես ասում են, ընթացքում։ Սուվար։ Ես կարծում եմ, որ ամեն բան իր ժամանակին լինում է։ Ումը որ պետքա կորցնել, մենք կկորցնենք։ Այսինքն ինչ վատ բան լինում է, թող ժամանակից շուտ լինի։ Այդպես են ասում։ Թող ժամանակին լինի եւ աչք փակել, որ ես գիտեք նախընտրում եմ, որ ասում եմ դառը սուտը, դառը ճշմարտությունը Քան հա ու դրա համար հիմնականում աչք չեմ փակում։ ասում եք երեսին։ Միանշանակ։ Ես ուղիղ ասող մարդ եմ։ Դրա համար նման դեպքեր կարելի ասել չեմ հիշում։ Իսկ եթե դա երեխան է, ընտրություն կա երեխայի արել է արարք, որը հասարակության համար ընդունելի չի, բայց ծնողի այո։ Բայց պետք է դա ինչ անել, կոծկել, որպեսզի չկորցնել, որովհետև երեխան ասում է դու ինձ պետք է մեջ կլինես, ծնող ես։ Իհարկե պետք է երեխայիդ նախ պետք է սաստես, բայց ինքը քո երեխան է, դու պետք է իրան պահես, դաստիարակես, ասես գիտես, ես հիմա քեզ ներում եմ, ես ինչ որ արել ես։ Բայց ճիշտ է սա։ Դու իմն ես, դու իմ DNK-ի շարունակությունն ես, ես չեմ կարող քեզ ցավացնեմ, որովհետև դու իմ միսն ու արյունն ես։ Այդ է ծնողը, ոչ թե երեխային գցի, երեխային փնովի, երեխային ցույց տա, որ ինքը լավ երեխա չի, սխալներ է անում։ Շատ ծնողներ եմ տես տեսել։ Ես դրա համար եմ այդ թեմայով հիմա խոսում։ Շատ ծնողներ եմ տեսնում, ոնց է երեխային կոտրում, հոգեբանորեն, ամեն ձև կոտրում է երեխային, ու այդ երեխան դու բոմժ ես դառնալու, դու ոչ մի բան ես, դու ով ես որ, ու այդ երեխան այդ ցավը հոգում մեծանում է, միևնույնն է, նա չի մոռանալու այդ ծնողի արածը, չի կարելի երեխային կոտրել։ Ես կասեի, որ երեխային ինքը ծրագրավորում է, ավելի շուտ, չէ՞։ Այո։ Այդ կոդերը, հա։ Վերջում այդ երեխան տենց է լինում։ Այժմյան սերունդ արդյոք ենթարկում է այդ ծնողները ծրագրերը։ մեր համար, գիտեք, նրանք մեր համար մեր աստվածներն են։ Երբեք հիասթափվել անվերադարձ։ Սուտ ընկերները, ձևացնող ընկերները, սուտը երբեք ներելի չի։ Մանավանդ երբ այդ ընկերությունը դու այն որ հոգով բացվում ես։ Բայց վստահ եք պարզել, որ նրանք կեղծ են։ Որ նրանք կեղծ են, իհարկե։ Սուվար։ Սուտ ընկերություն։ Տարիներ առաջ է տեղի ունեցել եւ ընկերների հետ դեպքին, նման իրավիճակներում ենք եղել, բայց ես աշխատել եմ այդ հարցի հետ եւ փորձել եմ այդ աբիդան չպահեմ, հա, ներեմ այդ մարդուն։ Բայց չվերադարձնեք։ Հա, հա, իհարկե, որովհետեւ գիտեք, մարդիկ կարող են տարբեր վիբրացիաների մեջ լինեն, տարբեր գիտակցությունների մեջ լինեն, տարբեր ճանապարհների մեջ լինեն։ Եվ ամեն մեկը գնա իր ճանապարհով, ուղղակի նաև չունենալ այդ մարդու հանդեպ ինչ որ ուղղակի հասկանում ես, որ այդ մարդը քեզ ինչ որ մի բան է սովորեցրել, այս կյանքը այդ փորձառությունները, այդ դեպքերը, այդ դասերը, հա։ Իհարկե այսօր
մեր հենց բուն թեմային անդրադառնալ լիարժեք չստացվի, Ինչու՞։ Գեղեցկության մարմնավորումն այստեղ է, էներգետիկայի մասնագետն այստեղ։ Դե քանի որ մեր հյուրերը Դու էլ գումարների, ինչպես ասացի։ Շատ այսպես բազմա պրոֆիլ հետաքրքրություններ ունեն, հա, Բայց ինքնատիպ կարևոր է։ ինքնատիպ ունեն կարծիք, ունեն մտածելակերպ, փորձեցին տարբեր այսպես ասպարեզներից բերել փորձ, Համադրել փորձառություն եւ այլն, ամեն Մենք մի հատ էլ կանենք հաղորդում, դրի ուրիշ թեմայով ավելի հետաքրքիր էին եւ կարծում եմ հերոստատիտողի համար եւ հետեւորդների նույնպես Եզրահանգումներ կանեն։ Շնորհակալ ենք։ Մենք էլ ենք շնորհակալ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ։ Ռամեր Ձիգինով։ Այսպես։